Ողջույն, դուք դիտում եք Civilnet Business-ը։ Տաղավարում հյուրընկալել եմ Հայաստանի ամերիկյան համալսարանի բիզնես եւ տնտեսագիտության քոլեջի դեկան, Հայաստանի նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանին։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Պարոն Գաբրիելյան, ձեզ հետ երկար ժամանակ այս տաղավարում չենք հանդիպել, ուստի հարցեր կան, որոնց ընթացքում մենք անդրադարձել ենք, գուցե դուք եք խոսել դրանց մասին, բայց կուզեինք ձեզ հետ եւս մեկ անգամ քննարկել եւ սկսենք հեծից։ Ամենավերջին եւ թարմ, այսպես հայտարարությունն այն է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռոմանոս Պետրոսյանի հետ հանդիպման ժամանակ ասել էր դրա մասին, որ Հայաստանի, որ իր համար կամ կառավարության համար ցանկալի տարբերակը հեծի ամբողջական պետականացումն է։ Եվ սրա ֆոնին մենք ունենք մի իրավիճակ, որ պետությունը արդեն կառավարությունը արդեն մի քանի տարի է, կարող ենք ասել, տարբեր բիզնեսներում կամ տարբեր ոլորտներում կարևորագույն ուղղություններում ինչ որ փայբաժիններ է ստանում։ Մեկը ԶՊՄԿ-ն է, Զանգեզուրի-Պնձամոլդովնային կոմբինատը, Viva Armenian է, Lydian Armenian է, առողջապահության համընդհանուր հիմա ապահովագրությունն ամբողջական պետական հովանոցի տակ իրականացվում, հեծն է, աղբանությունն է, տրանսպորտն է եւ այլն։ Հայաստանում ազատ տնտեսական եւ շուկայական հարաբերություններ են հայտարարված։ Այս գործողությունները դրանց խախտում է, թե խախտում չէ, եւ արդյոք պետությունը մենք գնում ենք այսպես կոչված պետական կապիտալիզմի։ Գիտեք, միանշանակ տրամաբանություն այդպիսի արտացոլված, որ ինչ որ փաստաթղթում լինի, որ մենք գնալու ենք եւ այս ոլորտները պետականացնելու ենք, գոյություն չունի։ Թեպետ ասել էին, որ պետք է մշակվի մասնավոր պետություն այդ հարաբերությունների տեսանկյունից, բայց դեռ կարծես չի մշակված։ Ամեն դեպքում, եթե անգամ մշակված լինի օրենքի տեսակետից, փիլիսոփայությունը, թե ինչպես անել եւ առաջնահերթությունները որոնք են, որ ճյուղերից ենք սկսում, ինչից ենք վերջացնում եւ այլն, գոյություն չունի։ Դրա համար ավելի շուտ դրանք կարելի ասել այդ ուղղությամբ ցանկություններ են, քան թե կարող է ասել գաղափարական ամբողջություն։ Բայց այդտեղ կան բազմաթիվ խնդիրներ եւ այդ բազմաթիվ խնդիրների տեսակետից մի քանիսը նշեմ։ Ասենք ամենաառաջինը այդ ուղղությամբ սկսվեց Երևանի աղբահանությունը։ Այո։ Հիմա խոսքը չի վերաբերում թե այն ընկերությունը լավն էր թե վատն էր։ Խոսքը վերաբերում է նրան, թե հիմա որևէ մեկը կոնկրետ աղբահանության միավոր գին, թե ինչպիսին է, չի հրապարակում։ Այսինքն Երևանում աղբահանությունը իրականում ինչ արժի, դրանից ինչքանն է սուբսիդավորում, ինչքանն է վճարների հաշվին, այն ավտոմեքենաների պարկը, որը սպասարկում է, ինչ տրամաբանությամբ է թարմացում, որովհետև եթե հիշում եք, այդ ավտոմեքենաներն էլ, ասենք, այնպես չէր, որ նրանք քաղաքապետարանը գնեց։ Բազմաթիվ տնտեսվարողներ քաղաքապետարանին նվիրեցին։ Այո, այն ժամանակ նվիրում էին։ Հիմա այն ժամանակ նվիրում էին, երբ որ ինչ-որ մի գործողություն է կանում, որը նվիրատվությունների վրա է հիմնված, դրա տրամաբանությունը տնտեսական մինչև վերջ հասկանալի չէ։ Եվ եթե Երևանի քաղաքապետարանը օրինակ հրապարակեր ասեր, գիտեք ինչ, մինչև այդ միավոր աղբի հեռացումը այսքան էր, ուրեմն հարկատուի վրա նստում, հիմա այսքան է նստում, մենք այս բարելավում ենք արել, արդյունավետությունը այսպեսին է եւ այլն եւ այլն։ Նման հաշվետվողականություն եւ նման տրամաբանություն, թե ինչ արժի աղբահանությունը Երևանում, մենք իրականում չունենք։ Նույն տրամաբանությամբ, եթե մոտենանք այլ ակտիվներին, հիմա եթե հեծի տեսակետից ես որևէ տնտեսական տրամաբանություն չեմ տեսել վերլուծություն, որ ասի գիտեք ինչ, այսինչ պարամետրերով պրոբլեմային էր ֆինանսական եւ այլ կառավարման տեսակետից, դրա համար ուզում ենք պետականացնենք։ Կամ հայտարարությունների առումով ասում են նրա մասին, որ անջատումները շատ էին, մարդիկ դժգոհում էին, այսինքն դրանից է սկսել ֆորմալ առումով։ Մարդիկ դժգոհում էին եւ, չգիտեմ, տեխնիկաները փչանում էր հատկապես մարզերում եւ այլ եւ այլ։ Բայց դրա վերաբերյալ որևէ համակարգված հաշվետվություն երբևէ տեսել եք, որ թվականին քանի սառնան է փչացել, որ թվականին քանի բողոք է եղել, որ շրջանից ինչի համար դրա հիմա կրիտիկական դարձավ, որներ է շեմը, որից առաջ կարելի էր, հետո չէր կարելի, ինչպիսին են համանման խափանումները այլ երկրներում համապատասխան չափի եւ այլն եւ այլն։ Այսինքն իրականում վերլուծություն չկա, կա սենտիմենտ։
եւ սենտիմենտը շատ հաճախ քաղաքական է։ Եվ այս տեսակետից, եթե նայեք անգամ օրենսդրությունը համապատասխան որի արված է այդ գործողությունը, այդ սենտիմենտը կրկին գալիս է ցանկությամբ, որ հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի նախագահի որոշմամբ իրավասությունը տրված է, բայց այդ իրավասության տրամաբանությունը տրված չի։ Չի ասում, եթե ֆինանսական ցուցանիշները կվատանան, երբ որ խափանումների քանակը կլինեն այսպեսին, երբ որ այս կլինի, այն կլինի, այսինքն ցուցանիշ, որի օբյեկտիվությունից ելնելով կարելի է ասել, թե այդ որոշումը կայացվում է, թե չի կայացվում, գոյություն չունի։ Նաև եղավ հեծի ժամանակավոր կառավարիչի հաշվետվությունը հանձնաժողովում, որ եղել են բազաներ են ջնջվել, հետո վերականգնվել, ամբողջությամբ չեն վերականգնվել, չգիտեմ, այս 6 խախտումների այսպես բլոկ էր ներկայացվում, 5 թե 6, եթե չեմ սխալվում։ Կրկին, եթե դա արվել է, կան մեղավորներ, այդ մեղավորներին կարելի է պատժել, կամ կարելի է վնասներ հատուցել, կամ կարելի է հաշվել, խնդիրը դա չէ։ Դուք չեք կարող օրենքը տրամաբանությամբ գրել, որ գիտեք ինչ, երբ որ կմտնեմ խախտումներ կհայտնաբերեմ, դրա մասին կասեմ։ Այդ խախտումները նախորդ դուք պետք է ֆիքսեք, օբյեկտիվորեն չափելի խախտումներ, որի հետևանքով մտնեք կառավարման, որի հետևանքով կարող եք արդեն բազաների ջնջելու կանխավարկածով չես կարող մտնել, վերցնել կառավարումը եւ հետո արդեն խախտումները հրապարակել։ Դրա համար այդտեղ տնտեսական բաղադրիչ իմ կարծիքով բացարձակապես գոյություն չունի։ Եթե մենք խոսում ենք այլ բաների մասին, որտեղ կա, ասենք, Զանգեզուրում, Վիվասելում եւ այլն, այդտեղ էլ բացարձակապես պարզ չի, թե ինչու է պետական մասնակցություն, չեմ ասում, որ վատ է, որ պետությունը մասնակցություն ունի, թող պետությունը դիվիդենդ ստանա, բայց ասենք, ով է հաշվել, որ պետությունը պետք է դիվիդենդ ստանար 15%-ից եւ ոչ թե 10 կամ 20, ինչու տնտեսվարողները որոշեցին հենց այդքան նվիրել, եւ արդյոք եթե այդ նույն տրամաբանությամբ այդ գումարները վաճառվեն հետ, ում են վաճառվելու ինչ տրամաբանությամբ, որովհետև պետությունը դա պահելու է, թե չի պահելու, այսինքն գաղափարախոսություն, որի համեմատ լինի, ասենք, գիտեք ինչ, մենք Զանգեզուրում պետք է ստրատեգիական պետական ներկայություն ունենանք առնվազն այսքան տոկոս, կամ այսպիսի մի տրամաբանություն ունենանք, ասենք, ժամանակին կար, երբ որ անգլիացիները սեփական աշնորհում էին 80-ական թվականներին, այսպես կոչված ոսկե ակցիայի գաղափարը, որի հիմնական տրամաբանությունը մի բան էր, որ մենք սեփականության մաս չունենք, բայց այսինչ որոշումներին մասնակցում ենք։ Եվ դա արված էր հիմնականում մի բանի համար, որպեսզի գերմանացիներին չթողեին իրենց հիմնական ընկերությունները British Petroleum, Telegraph եւ այլն մտնային։ Հիմա կրկին, թե ինչի համար է դա արվում, պարզ չի, ինչպես է արվում, պարզ չի, եւ այդ տեսակետից տնտեսության վրա ազդեցությունը դրական, այդ առումով ներդրումներ ներգրավելու եւ այլն տեսակետից չի կարող լինել դրական։ Այն որ ինչպես է արվում եւ պարզ չի, այսինքն ինչ որ փակ գործարքներ են տեղի ունենում, որոնց մասին մենք տեղեկանում ենք post factum կամ չենք տեղեկանում դրանց բովանդակության մասին եւ դա է վատը, դա է նեգատիվը։ Դրա նեգատիվը հետեւյալն է։ Պատկերացրեք, որ ինչ-ինչ պատճառներով այդ գործարքները շատ լավն են։ Բայց ես որպես այլ ներդրող, որը որոշել եմ այս ներդրում անել, հիմա մտածում եմ, ես այդ 15%-ը նվիրելու խնդիր ունեմ, թե չէ։ Ինչպես կվարվի ինձ այդ պետությունը։ Ինչպես կվարվի պետությունը։ Այս տրամաբանությունը խաթարող է ներդրումների ներգրավման տեսակետից։ Օրինակ վարչապետը վերջերս բոլորովին 3 թե առաջին օրը սրանից Գերմանիայում էր Համբուրգում տեղի առևտրի պալատի գործարանների հետ հանդիպման ժամանակ ասել է հետևյալը. Կառավարությունը հետևողական բարեփոխումներ իրականացնում բիզնես միջավայրի բարելավման, տնտեսության տարբեր ճյուղերի զարգացման, ներդրումների ներգրավման նպատակով մեծ հաշվով կոչ անելով գալ Հայաստան եւ ներդրումներ իրականացնել։ Այդ գործարանները, որ սկսեն հետաքրքրվել Հայաստանով, իրենք անպայման ուշադրություն կդարձնեն այս кейսերին, թե ոչ։ Բնականաբար։ Թե մենք ուրճացնում ենք շատ հաճախ կոնկրետ кейսերի կարևորությունը, այսինքն մենք շատ պրոբլեմատիկ երկրներ կան, օրենքի տեսանկյունից, գերակայության տեսանկյունից եւ այլն, եւ այնտեղ ներդրումներ գնում են, այնպես չի որ չեն գնում։
Չէ, երկրներ շատ կան եւ երկրներ կան, որտեղ հստակ խնդիրը գալիս է պայմանավորվածություններից եւ եթե դուք ունեք անփոփոխ իշխանություններ, ապա այդ տեսակետից անփոփոխ իշխանությունների հետ պայմանավորվածությունները շատ ավելի կարեւոր են, քան օրենսդրական կարգավորումները։ Արաբական երկրներ, արաբական ծոցի երկրներ, չգիտեմ, Արաբական ծոցի երկրները տարբեր մեխանիզմներ ունեն, նախ եւ առաջ այնտեղ շեյխերը այդքան արագությամբ չեն փոխվում։ Երկրորդը անփոփոխ իշխանություններ դրա համար ասում։ Երկրորդը որոշ դեպքերում նրանք ընդունել են, ասենք, անգլիական իրավունք որոշ զոնաների տեսակետից, հատկապես եթե ֆինանսական գործիքների կիրառմանն է վերաբերում եւ այլն։ Դա միակ գործոնը չէ, բնականաբար կա նաև գործեն հարկային վարչարարության, կա նաև գործոն վալյուտայի կայունության, կա նաև գործոն շուկայի մեծության եւ այլն։ Եվ այդ շուկայից այլ շուկաներ մտնելու, այսպես ասած, հաղորդակցայնության connectivity կոչից ալի վերաբերյալ եւ այլն։ Հումքի աղբյուրներին, մեծ շուկաներին մոտիկ լինելու բազմաթիվ գործոններ կան։ Հասկանալի է։ Այնուամենայնիվ, եթե պետությունը ստանում է այդ ակտիվները եւ այդ ակտիվներից դիվիդենդներ է ստանում, կարծես թե ամեն ինչ նորմալ է, այսինքն դրանք շահութաբեր ոլորտներ են, պղնձամոլորային կոմբինատը, պղնձի գները շատ բարձր են հիմա, տելեկոմունիկացիոն ոլորտը ոնց որ թե խնդիր չունի այս պահին, չգիտեմ, նույն հեծը, մյուս ոլորտները, լիդիան արմենյան ոսկու գները պատմականորեն բարձր մակարդակի վրա են հիմա գտնվում։ Եթե պետությունը դրանցից բարձր դիվիդենդներ է ստանում, որն է խնդիրը, թե վաղը մյուս օրը կարող են այդ գները անկում ապրելու դեպքում պետությունը պետք է վճարի այդ ընկերությունները փրկելու համար։ Եթե հարցը հետևյալն է, պետությունը ընկերությունները փրկելու խնդիր, եթե նրանք պարտքերով չեն աշխատում եւ ունեն առողջ ցիկլ, ոնց որ թե կարիք չի լինի փրկել, սակայն խնդիրը հետևյալն է, ընդհանուր տրամաբանությունը եւ մոտեցումը։ Ասենք, եթե այդպես է, դեպքում ինչի համար ենք վերցնում մենք 15%, եկեք վերցնենք 45%, կամ վերցնենք 62%։ Տրամաբանությունը որպես քաղաքականություն ձևավորենք եւ այդ տրամաբանությամբ գնանք։ Տատանողականության տեսակետ։ Մյուսներին էլ խաղի կանոնները պարզ լինեն։ Մյուսներին էլ խաղի կանոնները պարզ լինեն, եթե ասենք վաղը մի հատ ուրիշ ողջունք ենք հայտնաբերում։ Մենք միանգամից ասում ենք 15%-ն է պետությանը, 20%-ն է պետությանը, ինչպիսին է լինելու այս խաղի կանոնները։ Տնտեսվարողների մոտ բնականաբար նման հարցեր առաջանում են։ Հասկանալի է։ Հիմա տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման մասին կա TRIP ծրագիրը, որը կարծես արդեն Ամերիկայում շտդաունի ավարտից հետո սկսում է գործարկվել, տարբեր պաշտոնյաներ են Ամերիկայից գալիս, դեռ քննարկումների փուլում են, այսինքն գործարկել այդ առումով նկատի ունեմ, նախապատրաստական աշխատանք է տեղի ունենում։ Կա Եվրամիությունը, որը Հայաստանի connectivity-ն, ձեր ասած կապվածությունը ցանկանում է բարձրացնել եւ խոսում է 500 միլիոն ներդրման մասին Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծերի կառուցման առումով, որը պետք է կառուցվեր եւ ավարտվեր դեռ 2020 թվականին, բայց մինչեւ հիմա ոչինչ չի արվել։ Խոսում է նրա մասին, որ Հայաստանը Թուրքիայի հետ կապող էլեկտրահաղորդման գծեր կարող են կառուցվել։ Չոր նավահանգստի մասին է խոսվում տարածաշրջանային ապաշրջափակման տեսանկյունից, հա։ Այս խճանկարը, որ նայում ենք ակնկալիքների տեսանկյունից, սրանք բոլորը աշխատող են, թե սրանք շատ այսպես սաղմնային փուլում են գտնվում բոլորը։ Դժվար հարցադրում եք անում, որովհետև բավարար տեղեկացվածություն ունեն միայն անմիջապես առնչություն ունեցողները այդ պրոյեկտներին եւ ավելի լավ կլինի հենց դրանցով զբաղվող նախագծողներին հրավիրեք քննարկելու, բայց ես մի բան ասեմ։ TRIP-ը դա մի անոթ է, որը լցվելու է բովանդակությամբ եւ այդ բովանդակության լցվելուց մենք ունենք երկու ծայրահեղություն։ Մի ծայրահեղությունը խաղաղության խաչմերուկն է, որ ամբողջովին Հայաստանը բոլոր ճանապարհները գործարկվում են եւ ակտիվ առևտուր է ընթանում Երևանով, Կարսով, Գյումրիով, մենք Նախիջևանով Իրանի հետ սկսում ենք ունենալ բանդարաբաց գնացող բեռների քանակություն եւ այլն եւ այլն։ Մյուս ծայրահեղությունը թուրանական միջանցքն է, որտեղ ընդամենը 32 կիլոմետրով գալիս է մտնում է Նախիջևան, Նախիջևանից Դիլիչիով գնում է Կարս, շրջանցելով Հայաստանը։
Հիմա այդ բովանդակությունը ինչպես կլցվի, դրանից էական բաներ են կախված, այսինքն ով կլինի օպերատորը, այդ օպերատորի հետ կապված տարածաշրջանային խաղացողները ինչ կանեն, որովհետև այդտեղ էական կարևորություն ունի ոչ միայն Ադրբեջանի հետ մեր կապերը, այլև Թուրքիայի հետ կապերը։ Եվ արդյոք Թուրքիայի հետ սահմանները երբ են բացվելու, այդ Թուրքիայի հետ սահմանները բացվելուց ինչ է լինելու, ասենք Թուրքիան շատ է ցանկանում, որպեսզի Հայաստանի երկաթուղին շրջանցվի։ Եվ դա չի ցանկանում, որովհետև ուզում է Հայաստանին ճնշել։ Այսինքն կան շատ ավելի կոնկրետ շահեր արևելյան Թուրքիայի հատվածում աշխուժացնել տնտեսությունը եւ այդ տնտեսությունը աշխուժացնելը թուրքաբնակ բնակավայրերը ավելի ակտիվ առևտուր անեն եւ այլն եւ հակակշիռներ ունենան քրդական եւ այլ զարգացումներին շատ ավելի ձեռնտու է թուրքական տեսակետից, այսինքն այստեղ հակահայկական խնդիր չի, այստեղ Թուրքիայի զարգացման տեսակետից խնդիր է եւ Թուրքիայի նախարարները հենց տրանսպորտի նախարարը միանգամից սկսում է այդ ճանապարհի մասին խոսել եւ Իգդիշ Նախիջևան այո եւ Կարս Նախիջևան այո բան տեսակետից եւ եթե նայում եք կախված է նրանից թե դա ինչ կլինի հիմա հավանականությունները պետք է գնահատել։ Ներողություն, մի բան ճշտեմ, դուք ասացիք թուրքական բնակավայրերը կամ համայնքները, տարածաշրջանները դա ակտիվացնելու տեսանկյունից, այսինքն նկատի ունեք, եթե Կարս Գյումրին բացվի, քրդական շրջանները կակտիվանան դրա համար։ Շրջանները չէ, սահմանային թուրքական, որովհետև այդտեղ էլ քրդեր են ապրում շատ մեծ քանակությամբ։ Դրա համար ուզեց ճշտել։ Ուղղակի Թուրքիայի զարգացման կոմպոնենտը, արդյունաբերական կոմպոնենտը, որովհետև արդյունաբերականացման ժամանակ տնտեսության զարգացման ժամանակ պետական լեզուն, պետական կառույցները բնականաբար ամրանում եւ զարգանում են։ Արևելյան Թուրքիայի զարգացման խնդիր ունի դրած թուրքական պետությունը, որը եթե մենք ամբողջովին Հայաստանով ենք տանում, իրենց շատ ձեռնտու չէ։ Ինչու չեն զարգանա, թե Հայաստանը կսկսի զարգանալ, Չէ, դրանք չեն զարգանա, որովհետև ճանապարհը արդեն կա, լրացուցիչ ճանապարհ։ Լրացուցիչ ճանապարհ պետք չի կառուցել ներքևով։ Այսինքն իր տարածքում ինքը ուզում է կոմունիկացիա կառուցել, որը կաշխատի։ Որը կաշխատի զուգահեռ կոմունիկացիա մեր երկաթուղում։ Շատ լավ, Չոր նավահանգստի մասին էլի խոսվեց Գերմանիայում, որ Համբուրգի այսպես նավահանգիստը հետաքրքրված է Հայաստանում Չոր նավահանգստի գործարկման կամ այնտեղ ինչ-որ ներդրումներ կատարելու։ Դուք երբ որ խոսում եք Չոր նավահանգստի մասին, միշտ ասում եք, եթե Հայաստան-Թուրքիա սահմանը բացվում է, ապա այդ պրոյեկտը կարող է աշխատել։ Եթե չի բացվում, դա տուպիկային այսպես ինչ-որ վիճակում է հայտնվում։ Հիմա երբ խոսում է Հայաստան-Թուրքիա սահմանի հնարավոր բացման մասին, իսկապես դա շանս ունի աշխատելու Չոր նավահանգիստը, թե ոչ, պրոյեկտը Գյումրիում։ Իրականում շանս ունի, այդտեղ մի քանի այլ հարց պետք հասկանալ, մասնավորապես մաքսային սահմանների խնդիրը, որովհետև մենք գտնվում ենք Եվրասիական տնտեսական համագործակցության մաքսային տիրույթում, Թուրքիան Եվրոպական միության մաքսային տարածքում, Եվրոպական միության մեջ չէ, բայց մաքսային տարածքում, եւ անգամ այդ համակցության դեպքում հեռանկարները, որ կունենանք նմանատիպ ուրեմն կայան, որտեղ բեռների մի տեսակից կփոխվեն մյուսի, դառնում է շատ ավելի արդիական, մասնավորապես միջին միջանցքի տրամաբանության ներքո։ Հիմա կրկին մի քանի գործոններ կան, այդ գործոնները գալիս են նրան, թե կարևորագույն միջանցքը Չինաստանից Եվրոպա գնացող, դա հյուսային միջանցքն է, կամ վերին միջանցքը, որը ամենածանրաբեռնվածն է եւ որը ամենակարճն է այս պայմանությամբ։ Եթե մենք միջին միջանցքն ենք աշխատեցնում, այդ մենք դառնում ենք համադրելի, ոչ ավելի մրցունակ, քան հյուսային միջանցքը։ Հիմա Եվրոպական միությունը ուզում է ունենալ հնարավորինս շատ լծակներ Ռուսաստանի նկատմամբ եւ օգտագործել միջին միջանցքը շատ ավելին եւ հնարավորինս նվազեցնել հյուսային միջանցքի դերն ու նշանակությունը։ Հյուսային միջանցքը նկատում ենք Ռուսաստանով բեռների փոխադրումը, որը հիմա ընդհատված է, չի տեղի ունենում։ Այո։ Բայց դրա հետևանքով բեռները ամեն դեպքում գնում են ծովով են գնում, ավելի երկար են գնում, մուլտիմոդալ են գնում եւ այլն։ Հիմա ամբողջ հարցը նաեւ գալիս է նրանից, թե ինչ տրամաբանությամբ է այդ
կասեցումը շարունակվելու։ Ասենք, եթե մենք քննարկում ենք եվրոպական տրամաբանությունը, շատ երկար, եթե քննարկում ենք ամերիկյան տրամաբանությունը, ոչ այդքան երկար, որովհետև հանգուցալուծումներ կարող են լինել։ Եթե մենք քննարկում ենք միջին միջանցքի տրամաբանությունը, մենք կարող ենք հասկանալ, որ այդտեղ թեև շատ ավելի ձեռնտու է մեղրիով ճանապարհը, սակայն կա նաև կարսով ճանապարհը Վրաստանով, Ախալքյալակով։ Հիմա այդտեղ բազմաթիվ գործոններ կան։ Եթե դուք ցանկացած փնտրում անեք ինտերնետով տրիպի վերաբերյալ, ապա տրիպի վերաբերյալ կոմպոնենտներով բերում են նաև կարս դիլիչուի հատվածը, այսինքն ենթադրաբար Հայաստանով այն չի անցնում։ Եթե մենք նայում ենք, այսինքն Գյումրիով չի անցնում, ընդամենը 32 կիլոմետր հատվածով է։ 32-ա թե 40 քանիս է, չգիտեմ, այդ մեղրի հատվածը երկարությունը որքան է։ Մենք Հայաստանի լայնության հետ կապված ինչ-որ խնդրեմ ունենք մեծանում փոքրանումը։ Իմ վերջին կարդացածով 32 կիլոմետր էր, բայց վստահ չեմ, կարող է լինի 42։ Հասկանալի է։ Դուք այդ տարբերակը, այսինքն Ղարսով, Նախիջևանով, Հայաստանով, Ադրբեջանով դա անվանեցիք թուրանական միջանցք։ Չէ, եթե միայն Վանով ենք անցնում։ Սյունիքով։ Միայն Սյունիքով ենք անցնում եւ Հայաստանով չենք անցնում։ Այդ դեպքում ընդամենը մենք ունենում ենք մինիմալ տնտեսական էֆեկտ, դրական էֆեկտ։ Ամեն դեպքում էֆեկտը դրական է։ Ես ուզում եմ այդտեղ հստակորեն շեշտել, որ գումար վճարելու են Հայաստանի տարածքում, անվտանգության որոշակի խնդիրները լուծվելու են, դրա հետևանքով տնտեսական կապերը ավելի շատանալու են եւ այլն։ Մեղրիում տների գները թանկանալու են։ Մեղրիում տների գները թանկանալու են։ Այդ տեսակետից նայենք, այսինքն դրական կա, սակայն այդ դրական ազդեցության էֆեկտը, եթե մենք դիտարկում ենք միայն դրանով, այն քիչ է, տասնյակ միլիոնների հարց է։ Ամերիկայի Միացյալ Նահանգների շահավորն է այստեղ այդքան մեծ ներդրում կատարել այդքան փոքր տարածքում ներկայություն ունենալու համար։ Տնտեսական է թե աշխարհաքաղաքական է։ Իսկ ով ասաց, որ իրանք շատ մեծ ներդրում են կատարում։ Նու մեր տեսանկյունից շատ մեծ 145 միլիոն դոլարի մասին արդեն հայտարարել են, որ պետք է տան Հայաստանին, գուցե չգիտեմ, դա ավելանա, դառնա 2-3 անգամ ավելանա, իրենց տնտեսության համար դա գուցե ոչինչ է, բայց մեզ համար բավական մեծ գումար է եւ ներկայության իմաստը։ Ներկայության իմաստը հաղորդակցության ճանապարհների հսկողությունն է, որովհետեւ եթե գեոէկոնոմիկական տրամաբանությամբ նայենք, ապա դուք ունեք տարբեր միջանցքների հսկողության խնդիր եւ այդ տարբեր միջանցքների հսկողության խնդիրը մի մոռացեք, որ Տրամպի տեսակետից Ամերիկայի հիմնական ախոյանը Չինաստանն է։ Չինաստանից դուրս եկող ճանապարհների վրա հսկողություն ունենալու հատվածներ, այսինքն եթե կան հանգուցային կետերում, ապա դա որոշակի գեոստրատեգիական առավելություններ է տալիս։ Եվ եթե մենք նայում ենք Հայաստանի տեսակետից այդ ամեն ինչը իրար կպցնելու տեսակետից, դա ոնց որ թե ամենանվազ գումարով ամենամեծ արդյունքների հասնելն է։ Թեև եթե կրկին այդ անոթը ինչ բովանդակությամբ կլծվի, խնդիրները այդտեղից կլինեն բազմականաչափ տարբեր, որովհետև եթե նայում ենք Ամերիկայի Միացյալ Նահանգների ազգային անվտանգության ռազմավարությունը, որը նոր է ընդունվել, այնտեղ տրիպի մասին բացարձակապես խոսք չկա։ Հայաստանը նշվում է, որ միայն որպես նվաճում խաղաղության առումով, ոչ թե նվաճում։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության վերագրում։ Դա կարևոր ճշգրտում էր, հա։ Բայց որպես շահերի հետաքրքրության առարկա կամ տարածաշրջան հարավային Կովկասը ընդհանրապես չի նշվում։ Մյուս կողմից, եթե դա ընդհանրապես հետաքրքիր չլիներ, բնականաբար այս ներկայությունը չէր լինի։ Հիմա ձևը կամ ֆորմատը
մոդալությունը, ինչպես ամերիկացիներն ասում, մոդալիտին փոխվում է տարբեր տեսակի տրամաբանությամբ։ Ասենք ռազմական ներկայություն Ուկրաինայի պարագայում, որտեղ շատ ավելի կարևոր է ռազմաստրատեգիական տեսակետից, քան Հայաստանը եւ այլն, որևէ մեկը չի ասում, մենք ուզում ենք ներկա լինել ռազմական զորքով, բայց ասում է, ես ուզում եմ ունենալ հասանելիություն ձեր ռեսուրսներին, մասնավորապես հազվադեպ մետաղների հանքավայրերին։ Եվ այս տրամաբանությունը Միացյալ Նահանգների փոխվում է ինչ տրամաբանությամբ նախկին, այսպես ասած, դաշնակցային հարաբերությունների, զորքերի, ՆԱՏՕ-ների եւ այլնի տնտեսական գործառնական transaction policy։ Եվ ասում են, ես ունեմ տնտեսական շահեր, այդ տնտեսական շահերին այս կամ այն կերպ տեր կկանգնեմ։ Տվեք ինձ տնտեսական շահեր, որպեսզի ես հիմնավորվածություն ունենամ, որովհետև իմ զինվորները չեն լինելու ձեր տարածաշրջաններում, անկախ ձեր կարևորությունից։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Civilnet Business տաղավարում ես զրուցեցի Վաչե Գաբրիելյանի հետ։ Առողջ եղեք։ Կհանդիպենք։